Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ միլիոնավոր բանտիկ հայկական արմատներով։ Մահացած է հայտնի դերասանուհի Զարա Արամյան։ Հրանտ ինքի գաղափարը, հիշողություն, ճշմարտություն, թիմագայություն եւ արդարություն։ Հայ առաքելական եկեղեցին փոխհատուցում պիտի ստանա Վրաստանի ղարաբարութենեն։ Ինչպես պատրաստել աբուխտ։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Թուրք պատմապան Ինյոնը համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Սերիմ Ջոյջայի տվյալներով միայն 1915-1923 թվականներուն շուրջ 600,000 հայեր բռնի կերպով իսլամացված են։ Ժողովրդագրական հաշվարկներու համաձայն անոնց ժառանգներուն թիվը այսօր բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ կրնա հասնել մոտավորապես 4 միլիոնի։ Իտալացի պատմապանի ուսումնասիրությունները կվկայեն, թե արդեն 1895 թվականին Համիդյան չարտերու ընթացքին առնվազն 150,000 հայեր, մեծ մասամբ երեխաներ ենթարկված են բռնի իսլամացման։ Անոնց սերունդներուն ներկա թիվը կգնահատվի մոտ 1 միլիոն։ Այս տվյալներու համադրումը ցույց կտա, որ այսօր բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ կրնա բնակել առնվազն 5 միլիոն մարդ, որոնք կհանդիսանան 1895-1923 թվականներուն բռնի իսլամացված հայ երեխաներու ժառանգներ։ Այս թիվը չի ներառեր համշեցիները, ինչպես նաև այն հայերը, որոնք իսլամացված են Օսմանյան կայսրության շուրջ 6 տարիա պատմության ընթացքին։ Որոշ աղբյուրներու համաձայն ժամանակակից Թուրքիո բնակչության մինչև 80%-ը, այսինքն ավելի քան 60 միլիոն մարդ այս կամ այն չափով ունի հայկական ծագում։ Թեև այդ արմատներուն խորությունը դարբեր է, հետազոտությունները կվկայեն, որ հայկական ժառանգությունը Թուրքիո մեջ շատ ավելի լայն տարածում ունի, քան սովորաբար կպատկերացվի։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության հեռուստատեսությունը խոր վիշտով կհայտնի հայ մշակույթի վաստակավոր արվեստագետ Զարա Արամյանի մահվան մասին։ Ան կընկեց իր երկրային կյանքը 55 տարեկանին, թողելով անչնչելի հետք հայ մշակութային եւ հոգեվոր կյանքին մեջ։ 2025 թվականի դեկտեմբեր 29-ին Զարա Արամյան իր թիմադետրի էջին մեջ գրած էր. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ դուս ցիս նշանտրեկին, ցեր սերը բազմիցս արդահայտելուն, ցեր աղոթներուն մեջ ըլլալուն եւ հիվանդությունս ավելի խորանալուն համար։ Պատրաստ եմ թիմավորելու 2026 թվականը եւ հույս ունիմ, որ երկիրս խաղաղ պիտի ըլլա, իսկ մարդիկ բարի ու քաղցր։ Շնորհավոր նոր դարին ես կշարունակեմ ցես սիրել»։ Իր արվեստով, մարդկային անկեղծությամբ եւ հոգեվոր ուժով Զարա Արամյան արժանացած էր լայն հասարակության սիրուն եւ հարկանքին, դառնալով հայ մշակույթի հիշարժան եւ լուսավոր դեմքերեն մեկը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության հեռուստատեսությունը իր խորին ցավակցությունը կհայտնի Զարա Արամյանի ընտանիքին, հարազատներուն, ընկերներուն եւ անոր արվեստի բոլոր երկրպագուներուն։ Թող անոր հիշադակը մնա լուսավոր, իսկ ընտանիքին Աստված բարգեւե համբերություն, ուժ եւ հոգեվոր խաղաղություն այս անթարնալի գորուստի բահուն։ Նուրան Գելեշլին Ագոստ 1-ի հիմնադրության առաջին օրերեն իր կյանքը նվիրեց այդ լրատվամիջոցին։ Ան հրանտ ինքի մոդիկ բարեկամն ու գործընկերներ, ինչպես նաև այն սակավ մարտոցմե մեկը, ով ականատես եղավ անոր սպանության օրվան։ 19 տարիներու ընթացքին գուտակված իր ցավը, հիշողությունները եւ մտորումները անփոխանցեց գրավոր խոսքով։ Հրանտիկ իր ժողովրդին պատմությունները կպատմեր մշտապես հիշեցնելով, որ այդ մարտոց արմատները այս հողին մեջ են։ Ան կվերակենդանացներ հիշողությունը եւ այդ հիշողության միջոցով շատեր կբացահայտեին, թե իրենց մեծ մայրերը իրականության մեջ հայ եղած են։ Բռնի իսլամացված մարդիկ նույնիսկ երբ կփորձեին լրել, անկարելի էր մոռնալ իրենց ինքնությունը։ Ճշմարտությունը հրանտինքի համար հիմնարար արժեք էր։ Ագոսի հրաբարագումներուն շնորհիվ հասարակությունը դեղեկացավ Սաբիհա Գոկչենի հայկական ցակման, հայ համայնքի քույքի բռնակրավման, ինչպես նաև Թուզլայի որբերու ջամփարին գորստյան մասին։ Այս բոլորը ստիպեցին թուրքական հասարակությունը թեմ արդեմ կանգնելու իրականության հետ։ 1915-ին ի վեր նվազող ժողովուրդը սկսավ դեսանելի դառնալ եւ բարձրացնել իր խնդիրները։ Հիշողության վերածնունդը եւ ճշմարտության բացահայտումը պետք է ջամփահարթեն թիմագայության համար, որբեսի արդարությունը դառնա հնարավոր։ Սակայն պատմության արյունոտ ժառանգությունը իր թերը խաղացավ եւ հրանտ ինք սպանվեցավ։ Այդուհանդերձ ան անկեղծորեն կհավատար խաղաղության։ Այսօր, երբ Թուրքիո մեջ կխոսվի խաղաղ գործընթացի կամ ահաբեկչության զերծ Թուրքիո մասին, հարցումը կհառաճանա. հնարավոր է արդյոք խաղաղությունը այն երկրին մեջ, որուն անցյալը լի է ցեղասպանությամբ, զանգվածային սպանություններով, դեղահանություններով, խտրականությամբ եւ ռասիզմով։ Հեղինակը որպես այդ ողբերգական իրադարձություններու անմիջական վկա կխոստովանի, թե ժամանակը չի բուժեր վերքերը, այն միայն կսորվեցնի անոնց հետ ապրիլ։ Հիշողությունը չի մարիր, իսկ մոռնալը պիտի նշանակե դավաճանել թե հրանտին, թե արդարության գաղափարին։ Հրանտինքի ուժը արդեն 19 տարի է, որ կմիավորե հազարավոր մարդիկ։ Անոր սպանության հիշողությունը կփոխանցվի սերունդ թե սերունդ լրությամբ, բայց աննկուն։
Այդ սուկը միայն ցավ չէ, ան կվերածվի հույսի, հավատքի, որ խաղաղությունն ու արդարությունը օրը պիտի հաղթեն եւ որ ճշմարտությունը իր ճամփան պիտի գտնի։ Անցական գորուստի բարակային ժամանակը գրնա մեղմացնել ցավը, սակայն հանրային սպանության բարակային մոռացությունը վտանգավոր է։ Այստեղ սուկը նաեւ բայկար է ճշմարտության, արդարության եւ պատասխանատվության համար։ Հրանտ ինքի սպանությունը գազմագերբված ոչիր մներ, որ խլեց ոչ միայն մարդը, այլ նաեւ խաղաղության եւ եղբայրության խոսքը։ Թեև արդարությունը ամբողջական չեղավ, բայց մարդիկ իրարու մեջ ուժ կդան եւ գանքուն մնացին։ Սակայն կան նաեւ հրանտը իր ժպիտով եւ անհանգիստ սիրտով, ով գապրի բոլոր անոնց մեջ, որոնք կոնե մեկ անգամ լսած են սինք։ Ան դարձավ ոչ միայն անուն, այլ ընկեր, խիղճ եւ սիրտ։ 19-րդ անգամն է, որ կհավաքվինք զինք հիշելու։ Ժամանակը վերքը չփուժեց եւ հիշողությունը չմարեցավ։ Տերևս սա է հրանտինքի գախարտանքը, ուժը, որ մեզ միասին կբահե։ Վրաստանի ղարավարությունը որոշած է փոխհատուցում դրամատրել խորհրդային ժամանակաշրջանին դուժած կրոնական համայնքներուն։ Վրաստանի մեջ գործող հայ առաքելական եկեղեցին այս տարի պիտի ստանա 1.100.000 լարի փոխհատուցում։ Կրոնական միավորումներուն հետ կատարված խորհրդակցություններուն, ինչպես նաև փաստական հանգամանքներու ուսումնասիրության հիման վրա համապատասխան գործակալությունը որոշում ընդունած է, որ Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված 6.500.000 լարին, որ ուղղված է խորհրդային բռնապետական վարչագահի ժամանակ կրոնական միավորումներում պատճառված վնասներու մասնակի փոխհատուցման, ընթացիկ դարվան ընթացքին պիտի փաշխվի։ Այս որոշումը նպատակ ունի մասնակիորեն փոխհատուցել խորհրդային շրջանի կրոնական համայնքներուն գրած նյութական եւ գազམ་ագերբչական կորուստները։ Հարկելի հայրենագիցներն ուտնապողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Աբուխտը ավանդական խաշած մսային ուտեստմն է, որ իր ձակումը ունի Կովկասյան շրջանին մեջ, հատկապես Հայաստանի եւ Վրաստանի տարածքներուն։ Այն կպատրաստվի դավարի միսեն, որ նախ կմշակվի աղով, ապա օդին մեջ կճորցվի եւ վերջավորության կհամեմվի զանազան փուրումնավետ համեմունքներով։ Պաստորմա անունը ըստ տարածված մեկնաբանության կկապվի վրացերեն պաստոնի բարին, որ կնշանակե չորցնել կամ օդով չորցնել, արդացոլելով պատրաստման ավանդական գործընթացը։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղին։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenian շաբաթաթերթը, որն ուղղված է մեր մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ալավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակի բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարկելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։